Նյու Յորքի և Դուբայի բիենալեների ծրագրի շրջանակում Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Աննա Հարությունյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կուրատոր այս բիենալեների տնօրեն Պետրո Ֆրանեսին է։ Այսօրվա ցուցահանդեսը հայոց ժողովուրդը որ եկել է, սա լավ փաստ է։ Մի նշաձող կա այս թանգարանում, որը դրել է Հենրիկի Գիծյանը։ Այդ նշաձողը մենք աշխատում ենք քիչեցնել։ Եթե կարողանանք բարձրացնենք, մեր խնդիրը լուծած կլինի։ Որևէ քաղաքակրթություն, որևէ ազգ անհետ չի կորչում։ Անգամ ցեղասպանություններն ու պատերազմները ի վիճակի չեն վերացնելու գոյություն ունեցող սկիզբը, համոզված է Աննա Հարությունյանը։ Ու կյանքը սկսվեց խորագիրը սոսկալի ողբերգությունը վերապրած ժողովրդի նոր կյանքի խորհրդանիշն է, եւ ցուցահանդեսը նա նվիրել է հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Եվ հենց այս ցուցահանդեսի նպատակն է, որ երբեք մարդ չպետք է ասի խեղճ հայ ժողովուրդ, խեղճ այսպես, ես այդ խեղճուկները, այդ բառերը չեմ սիրում։ Յուրահատուկ տեխնիկայով ստեղծված այս կտավներում միաձուլվել են ազգային գեղանկարչության ավանդույթները ու եվրոպական նկարչական արվեստի դասական ու նորարարական սկզբունքները։ Խառը տեխնիկա, որտեղ որ ես բնական նյութեր եմ օգտագործում։ Ну, ասենք, ավազա, հողա, ոսկի եւ այլն, այսինքն ես սիրում եմ բնականը։ Ինչպես որ դու բնական ես, այդպես է պետքա դու արտահայտվես։ Դու չպետք է կեղծես ինքդ քեզ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 22-ը։